Լսել, մտածել, գիտակցել և իմանալ։ Յոգա ուղեղի համար։ Դե գնացինք առաջ հարգելի բարեկամներ, իհարկե այս օրվա եթերը ևս արձագանքը պիտի լա երեկվա, ինչպես ասում են, որովհետև իհարկե ապրիլ 24-յան հատուկ թողարկում ունեցել ենք, երեք ողջ օրը հատուկ ռեժիմով աշխատում ենք ձեզ համար, միացումներով, վավերագրական պատումներով եւ այլն։ Այսօր իհարկե այս ցեղասպանության ինչ-որ հուշ թողարկում չի լինելու, նախատեսված չէ, բայց իհարկե զրուցելու ենք նաև արձագանքների մասին, որովհետև այսօր երևի տենց առավոտյան մեր ժամով, Երևանի ժամով տենց 11-ներ, գործընկերներիցս մեկի հետ զրույց ունեցանք, որը վերաճեց լավ իմաստով պատմական բանավեճի, ասում են «Ռավ տենում ես Տրամպը էլի չասես ցեղասպանություն, ախ դու սրիկա»։ Ո Աստված իմ։ Ես մեր թողարկումներում շատ եմ խոսել հայ մարդու միամտության մասին եւ էմոցիոնալ իրավիճակի մասին, ասելով, որ այդ էմոցիոնալ դաշտն է մեր տունը քանդում, ավելի ռացիոնալ է պետք լինել։ Եվ այդ թեմայի շուրջ բանավիճելով եկանք հետեւյալին։ Հիմա ձեզ հետ եմ կիսվում, հարգելի ռադիոլսողներ։ Ասում եմ, անունը լավ, եթերում չասեմ, ասում եմ Պողոս ջան, հարգելի Պողոս։ Okay, Թրամփը չի ասե ցեղասպանություն, օգտագործել է մեծ եղեռն։ Ահա։ Ինչ փոխվեց քո կյանքում, իմ կյանքում, իմ երկրի կյանքում։ Ասում եմ, ոչ մի բան, բաղուր մնաց արդարությունը։ Ասում եմ, okay, մի րոպե։ Անցյալ տարի, նախանցյալ տարի, 3 տարի, 4 տարի, 4 անգամ առնվազն Ջո Բայդենը նախկին նախագահը Միացյալ Նահանգների իր պաշտոնավարման ընթացքում genocide բառը օգտագործել է։ Հիշում եք, մենք գնացինք Սպիտակ տուն, ջերմագուրման ակցիաներ էին կանում, էլ Նյու Ջերսիից, էլ Նյու Յորքից ընկերներ ու հետևորդներ էին եկել, բան Սպիտակ տան առջև ինչպիսի մեծ տոնախմբություն էր, հիշում եք, 19 թվականի դեպքերն էին զարգանում։ Ինչ փոխվեց այդ ժամանակ իմ կյանքում, ձեր կյանքում, մեր Լոս Անջելեսա բնակների կյանքում, ցանկացած հայ մարդու կյանքում։ Ասում եմ ոչինչ։ Ասում եղբայր, բա որ ոչինչ չի փոխվել քո կյանքում, երբ որ ասել է genocide, ու ոչինչ չի փոխվել մեր կյանքում, երբ որ չի ասել genocide բառ։ Բա քեզ դու ինչի ես կոտորում։ Բա դու քեզ ինչի ես պատրտում, այսպես արտահայտվեմ։ Իմաստը։ Հաջորդ թեզն եմ առաջ քաշում։ Քանի որ մենք ապրում ենք այնպիսի մի դարում, որտեղ ցեղասպանության որևէ մտորում բարձրաձայն ուղեկցվում է, հանկարծ կասեն, ահա, ուրացում եք քարոզում, հո դուք հիմար չեք, եթե կան տես մարդիկ։ Այսինքն ոնց կարող է առողջ բանականությամբ եւ իրեն ընդհանրապես քիչ թե շատ կրթված մարդ համարող ազնվորությունը հանկարծ կասկածի տակ դնի հայոց ցեղասպանությունը եւ մեծ եղեռնը։ Ասեմ ավելին, շարունակելով միտքը այդ մեր պարոն Պողոսի հետ բանավեճը, ասում եմ մինչև 1944 թվականը, երբ որ առաջ քաշվեց ցեղասպանություն բառը, մինչև այդ բառը գոյություն չուներ։ Դա լեհ հրյա հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինի տեսությունն էր, որը հենց genocide բառը ծնեց, միավորելով լատիներեն genos եւ հունարեն side բառերը, եւ եղավ genocide, եւ genocide բառը դարավ ցեղասպանություն, երկու հին լեզուների միակցությամբ, եւ նա ամբիոնից օրինակ բերեց մեծ եղեռնը եւ բառացիորեն այդ տերմինը մեծ եղեռնը օգտագործեց հիշատակելով հայ ժողովրդի դեմ կատարված ոչրագործությունը եւ դա ասեց այս սա մեծ եղեռնը դա ցեղասպանություն է եւ այդտեղից սկսեց դա դոկումենտալ փաստական տվյալներով ապացուցված է։ Հիմա ես հարց եմ տալիս, իսկ ով է մեղավոր, որ մենք միջազգային ատյաններում ցեղասպանություն բառը եւ մեծ եղեռն բառը հանկարծ տարանջատել ենք։ Ես հիմա գիտեմ ովքեր են արել։ Հիմա էլի մերոնց մեղադրեմ, կասեն, հա, կրկին դու պարակտում ես մցնում, ես պարակտում չեմ մցնում։
Ես ասում եմ, որ ձեզ քաչ հայտնի ուժերը իրանց բիզնեսների, իրանց նպատակների, իրանց արմիությունների ստեղծման համար ստեղծեցին այդ շատ վտանգավոր երկու տարբեր հասկացողություններ։ Իրանք տարանջատեցին ցեղասպանությունը ուրիշ բան է, մեծ եղերնը ուրիշ բան է, ոչ, դա նույն բանն է։ Դա հոմանիշ է։ Ոնց որ ասես գեղեցիկ եւ ասես սիրուն։ Դա նույն բանն է։ Ինչի ենք մենք տարանջատե եւ որակավորումներ տալիս։ Մեծ եղերնը հենց ցեղասպանությունն է, ոչրագործությունն է, զանգվածային կոտորածը։ Իսկ չի կարա լինի զանգվածային կոտորած եւ չլինի ցեղասպանություն։ Դες բան չի լինում։ Եթե մարդուն զանգվածային կոտորել են, հիմա նայեք ինչ առավոտ շուտ ինչ ահավոր բաներից եմ խոսում։ Եթե մարդուն զանգվածային կոտորել են իր պատմական հայրենիքի տարածքում, դա արդեն ցեղասպանություն է։ Ուղղակի այն ժամանակ մարդիկ չեն իմացա այդ ինչ բառ է։ Էլի եմ ասում, 15, 16, 17 թվականների ընդհուպ մինչև 18 թվականների կամ 1890-ականների Համիդյան ջարդերի ժամանակ մարդիկ չգիտեին ինչ բան է genocide, որովհետև 1944 թվականին Ռաֆայել Լեմկինն է այդ տեսությունը առաջ բերել եւ մեծ եղերնի օրինակը բերելով, փաստավավերագրերը ներկայացնելով հունարեն եւ լատիներեն բառերը genos եւ side միաձուլել է եւ genocide բառն է ստացել։ Ինչի ենք մենք դրա շուրջ այդպես ծավալվում, Տրամպը ասեց մեծ եղերն, մյուսը ասեց genocide, Աստված իմ, դա որպես ես որպես հայ, դա ինձ ոչ մի ձև չի ընդհանրապես հուզում, բացարձակ, որովհետև դա որևէ կերպ ոչ արդարադատությունն է ինձ քարոզում, ոչ իմ նախնիների շիրիմներին է ինչ որ լույս իջնում, ոչ ներկաների կյանքն է բարելավում, բացարձակ։ Ուր մնաց արդարությունը, ասում է այսօր ընդդիմության ներկայացուցիչներից մեկը դեպ իր հետ հայտնի միտեղ հաց էին կուտում, ես մեր կողքի սեղաններ նստած մի 2 ժամ առաջ։ Ուր է արդարությունը։ Եվ եթե մարդ կա, որ քաղաքական գործի չէ ենել միջազգայնագետ որակավորմամբ եւ ասում է ուր է արդարությունը, ես էլ բան չունեմ այդ մարդուն ասելու։ Որովհետեւ ուր է արդարությունը, ինչու է մեզ թվում որ մենակ հայերին է վերաբերում։ Ուր է արդարությունը, հենց հիմա գոռում են պաղեստինցի ժողովուրդը Գազայի շրջանում։ Ուր է արդարությունը, բղավում են նրանք։ Բղավում է արդարություն, ուր է արդարությունը մեր Սիրիայի ժողովուրդը, մեր Հալեպի հայերն են բղավում։ Ուր է արդարությունը։ Արդարությունը բղավում Արցախի մեր ժողովուրդը։ Ուր է արդարությունը, բղավում են նրանք։ Ես էլ եմ միանում այդ աղաղակող ճիչերին։ Ուկրաինացի ժողովուրդն է բղավում։ Ուր է արդարությունը։ Սիթխերն են այսօր բղավում։ Ուր է արդարությունը։ Երեք գիտեք ինչ մեծ ահաբեկչություն տեղի ունեցավ Հնդկաստան-Պակիստան սահմանի Քաշմիր շրջանում։ Ուր է արդարությունը, բղավում եմ ես եւ նրանք։ Ես շարունակ հազարատ օրինակը Եմենի ժողովուրդն է գոռում ուր է արդարությունը։ Քրդերն են գոռում ուր է արդարությունը, որ 44 միլիոնոց ժողովուրդ են հայրենիք չունեն։ Ու տենց օրինակն է դրա համար, եթե մարդը որոշել է դառնալ քաղաքական գործիչ, այնել միջազգայնագետ, ինքը չպետք է ասի որն է արդար, որը արդար չի։ Հասկանում ես։ Ինքը պետք է հասկանա ոնց մարդկանց կյանքը դարձնենք ավելի օրինական, օրինապաշտ, օրենքի դիկտատուրա լինի, ոնց անենք, որ հնարավորինս մարդիկ կարողանան ըստ պատշաճ կրթության պատշաճ աշխատավարձ ստանան, պատշաճ կյանք դասավորեն, որպեսզի երեխաները կարողանան պատշաճ կերպով կրթություն ստանալ, որպեսզի նրանց կրթողները դեմագոգիկ զրույցներ չտանեն, որպեսզի ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ, որպեսզի հանցագործի տեղը լինի բանտը, որպեսզի բանտում չհայտնվեն մարդիկ, ովքեր ծանոթ բարեկամ չունեին, իրանց փակեցին, գողավազակները դուրս եկան, եւ այսպես շարունակ։ Քաղաքական գործչի առաքելությունը դա է, կյանքը դարձնել հնարավորինս օրինական դաշտի տրամաբանության մեջ։ Ինչքան որ դա թույլ է տալի։ Արդարությունը շատ հարաբերական հասկացողություն է, բայց այս պատումները, այս ամեն ինչը զարմանում են, որ կռիվ են անում։ Կարծես թե զանգ ունեմ, օքեյ։ Ասեմ բարի օր, ով է միացել, 1000 ողջույն։ Ինչպես եք, Ռաֆայել ջան։ Լավ, դուք ինչպես եք։ Ձեր միտքը չմոռանաք, որտեվ հաճելի է լսելը, բայց այդտեղ ես ուղղակի ընդհատեմ, այդտեղ նույն բանն է, ինչ որ երեք խոսում էինք, որ երեխեքը դպրոց գնան, թե չգնան։ Նույն պատմությունն է, որտեվ ես գտամ, որ իմ երեխես պետք է դպրոց գնա, որտեվ ինքը ուզում է գնա դպրոց, ես չեմ կարող իրան կանգնացնեմ, բայց
երեք գոնե ինչ որ ասես մամա գնացել եմ YouTube-ի վրա վիդեո եմ դրել Հայաստանի մասին, որ ասեց իմ թիչերը չգիտեր, որ Հայաստանում ջազի ակումբներ կան։ Okay։ Եվ ասում եմ ինքը իմացավ դրա մասին շատ հետաքրքիր։ Դե բացահայտել է։ Իսկ երեխեք, հա, դե բնականաբար որտեղից պիտի իմանաս, որ Հայաստանը որտեղ է, չեմ կարծում իրանք քոլեջում սովորել են։ Ինչ որ մի բան իմ երեխես իր հակած շերտով, որ հակել էր genocide-ի շերտը իր, ինչ որ մի բան սովորեցրեց։ Որոշ մարդիկ, ամեն շատ մարդիկ ովքեր որ չէին գնացել դպրոց, social media-ից հասկացա, որ երեխաների հետ Palm Spring են գնացել, այսօր էլ իրանք ասեցրել։ Ոստեղ հիմա ինչն էր դրա միտքը, տանը մնալու միտքը։ Չգնալու։ Էլի գոնե գնա։ Մի հոգու մի բան է երեխեն երեք սովորացրել է։ Ուսուցիչ մարդ, որ չի իմանում, որ ինչ որ երկրում կարող է ջազի ակումբ լինի։ Հասկացա։ Բարի։ Միտքը նույն բան է։ Շնորհակալություն ամենայն դեպքում։ Ձեզ եմ շնորհակալ, լավ որ 7477 ազատ հարթակ ընկերներ, մտքերի փոխանակում հուսամ մենք այս տարիների ընթացքում, որ զրույցները տարվում են, կարողացել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ կարողանում ենք միասին մտքեր փոխանակել։ Այստեղ տես օրինակ մեկնաբանություն ունեմ, հետաքրքիր Ռուբեն Սուլահյանն է ասում, the distinction between Metz Yeghern and genocide lies in how the non-Armenian world interprets this message. In other words, genocide is universal understood, eliminating the need for translation or interpretation. Հիմա ուզում ասի, որ Մեծ Եղեռնի համար թարգմանել է պետք ինչի նշանակում է genocide, այնինչ միջազգայինորեն genocide բառը թարգմանության կարիք չունի, պետք չի բացատրել what is Մեծ Եղեռն, you have to բանանես, հա, ոնց ան փակագծեր բացես, Մեծ Եղեռն is genocide եւ այլն։ Դե նայեք, էդ էլի գալիս է մեր խնդիրը, որովհետեւ երբ որ ամբողջ աշխարհում ասում ես հոլոկոստ, որը նույն ձև լատիներեն այրել է նշանակում, մարմին այրել է նշանակում, հա, կենթանի այրել է նշանակում, մենք չենք ասում Jewish genocide, մենք ասում ենք հոլոկոստ, այն ամբողջ աշխարհը գիտի ինչի մասն է խոսքը։ Էլի մեր խնդիրն է, էլի գալիս ենք մեզ ենք կպտում, որովհետեւ մենք չենք կարողացել ճիշտ ձևով, եթե կարելի է այդ բառը օգտագործել այս պարագայում, PR անել ճիշտ ձևի։ Չեն կարողացել անել, եկեք ընդունենք, չեն կարողացել անել։ Դրա համար եղել է երկու, ընդհանրապես մեր ազգին երկակիությունը շատ բնորոշ է, մենք դրա մասին բազմիցս ենք խոսել, մենք երկու կաթողիկոս, երկու լեզու, երկու հայրենիք, երկու չճանաչված երկրի ասում ենք, բան չէ, հայկական երկրորդ հանրապետություն, երկու տարբեր ուղղություններ, ուղղագրությունները, տարբեր ձևքեր, ամեն ինչը 2, այնինչ այդ 2-ով, 3-ով, 4-ով, 5-ով ենք հանդեմ մեր տունը։ Երբ որ լիներ մեկը միասնականը, ամուրը, հզորը միասնականը, չէր լինի, բայց եթե դուք փորձեք մի հատ այդ հարցադրումները մեկին բարձրացնել, միանգամից սրերով կգան։ Երբ որ ասեցի, երբ որ մայր հայրենիքը ծնվել է, անկախացել է, չէ՞, հայ պետականությունը 91 թվականին վերածնվեց։ Ինչու՞ մեր եկեղեցիները չմիացան իրար, տերտերները խաչերով տփին։ Էլ չասեմ ինչ եղավ հետո, բայց լսեմ զանգ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի օր, բարի լույս, բարի երեկոն, բարև ձեզ։ Ես ես նախքին տիկին խոսած ասած երեխաս YouTube-ից հասկացի, արդյոք այդ կինը չի իր երեխին սովորացրին հայ է, Հայաստանից է, Հայաստանը որտեղ է, հետո էլ ասում է ինչու պիտի երեխան չետա դպրոց։ Բոլոր Կալիֆոռնիա, Լոս Անջելեսում, at least Glendale-ում այդ բանը տրվել է, որ այս օրը արձակ է։ Ու երեխան պիտի իմանա, որ ինչու համար արձակ։ Ճիշտ է, genocide մենք չպիտի մոռանանք։ Սոխիկը չփոչենք ախպեր ջան, մեր ազգն է մեջից գնացել, հենց հիմա genocide ալենում, հենց Հայաստանում, հենց հիմա մեր հողերը կորցնում ենք։ Ամեն օր այդ հարցկա մեր երկրում։ Թողի մեր երեխաներ տեղյակ լինեն, Հայաստանը որտեղ, Հայաստանը ինչ է եւ հայ ինչ է։ Շատ կներեք առողջի մարտահայտությունից։ Ձեզ էլ լավ որ, thank you։ Կարծիքները տարբեր են, հարցերը սուր են, եւս մեկ զանգ ունեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Բարի օր, բարի լույս։ Լսում եմ ձեզ, ձեր մեկնաբանությունը։ Ես զանգում եմ Լոս Անջելեսից, Սանտա Կլարետայից։ Շատ լավ։ Հաղորդումներ
մեկնաբանում եք ամեն ինչը, ես որ մտածում եմ, մենք երբևիցե չենք կարողացել մեր եղերնը գործիք սարքել, որ մեր ազգը առաջ գնա։ Մենք ամբողջովին էմոցիաների վրա ենք եւ կարծում ենք, որ այդ էմոցիաները բոլոր ազգերը մեր կողքի պետք է ընդունեն։ Առանց հասկանալու, որ բոլոր ազգերն էմոցիա ունեն ու կարող են մեր էմոցիաները չհասկանան նրանք։ Բայց ենթադրենք այդ հոլոկոստը, որ նայում ես, հոլոկոստը գործիք է սարքած, այն էլ շատ ուժեղ։ Առաջ տանեն, այն էլ շատ ուժեղ, որ առաջ տանեն իրանց ինչ որ պետք է։ Եվ մինչև հիմա անում են, եւ լավ էլ անում են, ճիշտ է կարող են անում են։ Այո։ Դե հենց այդ է, օրինակ դուք որպես հայ մարդ, ըստ ձեզ, որ ասեն մեծ եղերն, մինչև 44 թիվը, դուք տարանջատում եք ցեղասպանությունը մեծ եղերնից։ Մեծ եղերնը ինքը ինձ ոչրագործություն ու հանցագործություն ցեղասպանություն չի։ Ես մեծ եղերնը երբեք չեմ տարանջատել։ Իհարկե, որտեղ տարանջատելու հնարավոր չի անգամ տարանջատել։ Հա, որովհետև այդ նույն բառն է տարբեր լեզուներով արտահայտած, նույն միտքն է, նույն իմաստը։ Այդ ժամանակ այդ genocide բառը չի եղել, մենք եղերն ենք ասել։ Հիմա genocide բառը կա, genocide ենք ասել։ Այո, բարի, շնորհակալ եմ զանգի համար, ձեզ լավ օր։ Thank you։ Ձեզ եմ շնորհակալ։ Հաճելի է միշտ զրուցել ռադիոլսողների, դուք էլ կարող եք մեկնաբանել հարգելի բարեկամներ, իհարկե առավոտ շուտ այս ամեն ինչը, բայց մեր զրույցը սկսեց հենց այդտեղից, որ մեր ծանոթներից ընկերներից մեկը բարկանում էր Տրամպի արտահայտությունների վրա, որ genocide չասեց, բան դրա համար մենք պիտի իրապես կարողանանք այլ տեսանկյունից այս ամեն ինչը նայել։ Երեկվա մեր թողարկումը, եթե հետևել եք, մենք ռադիոյի եթերում տվեցինք, այդ այլևս երբեկը, դա միջազգային ատյանների բան չէ։ Միջազգային ատյանները չեն, որ պիտի այլևս երբեկը երաշխավորեն։ Հայ ժողովրդի պահպանությունը հայկական պետությունը պիտի երաշխավորի։ Ուրիշ ձև չկա, մենք տեսել ենք պատմության մեջ անտիկ ժամանակներից մինչև 21-րդ դար, հազարավոր տարիներ, մենք տեսել ենք ինչ է լինում մեզ հետ, մեր գյուղերի, մեր շեն քաղաքների հետ, երբ որ մենք ապավինում ենք ինչ-որ միջազգային ուժի։ Լինի դա Հռոմը, լինի դա Պարթևստանը, լինի դա Բյուզանդիան, լինի դա Օսմանյան կայսրությունը, լինի դա, չգիտեմ, ով կար դրանից հետո ռուսական կայսրությունը, կամ Սեֆյան Պարսկաստանը, կամ Խորհրդային միությունը, կամ Ռուսաստանի Դաշնությունը, կամ Ֆրանսիան, ովքեր որ կան։ Չի լինում տենց բան։ Հայ ժողովրդի մանավանդ երբ որ դու պետականություն ունես, երաշխավորը անվտանգության պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես? Դե մենք տարիներ շարունակ խոսում ենք սրա մասին։ Տեխնոկրատ իշխանությամբ, ընդդիմությունը, որ չպիտի լինի 5-րդ շարասյուն, ընդդիմությունը հանուն հետգալու չպիտի քանդի պետության հիմքերը, իշխանությունը պիտի ունենա ողնաշար, որպեսզի իր ասասների համար պատասխան տա, իր քայլերի համար պատասխան տա, ժողովուրդը պիտի լինի քիչ թե շատ, որպես հավաքական կերպար, խելացի, որ չգնա գողու ավազակ ընտրի, որ չգնա խաչակնքվող սատանա ընտրի, որ չգնա մեկը վա ինքն ինձ լավ եկեղեցիան սարքե գնանք իրան ընտրենք, այս ձևով չլինի, որ 5000 դրամ ցույց տան ոտերը չթուլանա, որ երկու հատ խաշած ձու չդնեն դեմը գնա սեղանները շուռ տա, ինչպես եղավ Աբովյան քաղաքում եկեղեցի բացելու ժամանակ, այդ կադրերը նայում եմ, ապշում եմ, ու այս ժողովրդի, մի հատվածը գոնե ես չեմ ընդհանրացնում, բայց այս հասարակության այս հատվածը որ կա, դուք ուզում եք ինքը պատշաճ ընտրություն անի, իշխանություն ձևավորի, մանդատ տա, պողպատյա մանդատը, այդ ինքը պողպատյա մանդատ չի կարա տա, ինքը նարպես որ, կարող է մի բան կարանա տա, բայց այդ եթերային չի, դրա համար չեմ ասի, ուրիշ բան ինքը չի կարա տա, այս հասարակության այդ շերտերը որ կան, որ ամոթ է դա ասելը, իհարկե ամոթ է, բայց քանի անգամ բացահայտվեց, որ մի հայտնի մարդ իր սուպերմարկետի ցանցում թոշակառուներին լավաշ է տալի մի հատ ամեն օր, որ օգնություն անում է, լավ անում։ Լավաշ է տալի ամեն թոշակառուկին կարան դե գնա գրանցվում է,
լավաշա ստանում։ Ամեն առավոտ հերթա, ովքեր անցնում են այդ Սեբաստիան այդ կոմերով, երևի տեսել են այդ։ Տարեց կանանց մի հատ լավաշա տալի։ Արդեն քանի հատ բռնեցին, որ թոշակառուն գրանցվում է, ուրիշն է գնում տեղը ստանում։ Քանի անգամ դա ցույց են տվել տարբեր բլոգերներ, բաներ գնացել են, բացահայտվել է, չէ՞։ Հիմա ինչ, հիմա այդ մարդը բռնի կասեցնի, ասի հա դե որ տենց խափեբայ կարեք ոչ մի բան չեմ տալի, իրապես կարիքի մեջ գտնվողը տուժի, բայց մարդիկ կան, որ իրապես այդ մի կտոր հացի հույսին են։ Այդ եմ ասում, այլևս երբեք տենց պիտի աշխատի։ Չի կարող 2.8 միլիոնանոց երկիրը, որը ունի որոշ տվյալներով 7 միլիոնանոց սփյուռք, որը լավից վատից իրոք կայացած է, չի կարող ունենալ մի տիկին, մի պարոն երկրում, ով որ մի հատ բարեգործական լավաշի հույսին է մնացել։ Եվ քանի այդպիսի բաներ կան, տենց ձևեր, այդ այլևս երբեք չի աշխատելու։ Այդ այլևս երբեք լինելու է մի անգամ էլ հաստատ։ Ոչ թե նունկամաս, այլ մի հատ է։ Այդ շատ բարախաղի մեջ է այս ամեն ինչը թաքնված, բայց հավատացեք, ու դեռ պատմությունը դա է ապացուցել։ Մենք միշտ Համիդյան ջարդերից հետո գոռացել ենք այլևս երբեք, այդտեղ դաշնակցություն ծնվեց, ազգային պայքար, բաների ուժեր, չէ՞, ֆիդայիններ, բաներ, ինչ մեծ գաղափարներ էին դնում իրանց առաջ։ Տեսակ ինչ ստացան արդյունքում։ Դրանից հետո արդեն կարմիր գվարդիականներ, խորհրդային կարգերի հավատարիմ երթում տված բեղավոր ինչ-որ մարդիկ, տեսակ ինչ եղավ հետո։ Նորանկախ Հայաստան, արդեն մեր հողի տերը, բան, տեսակ դրանք ինչ արեցին։ Հետո հեղափոխություն, հետո ինչ եղավ։ Այս ավելի խորը կարամ գնամ պատմության էջերի մեջ, բայց այսօր դրա ժամանակը չի։ Մի քանի օրինակը բերելով արդեն պարզ է դառնում։ Չի կարող այլ ձևակերպում ունենալ։ Ու մեր բոլոր եթերները հենց դրա մասին են։ Այստեղ կոմենտներում տեսնում եմ շատերը համակարծիք են ինձ հետ, բայց մի քանիսը ընթերցեմ, ինչ խոսք, մի քանիսը ընթերցեմ։ Օրինակ լավ, զանգ ունեմ, եկեք կոմենտները չեն գնա, բայց զանգը կարող է ընդհատվել, դրա համար ասեմ ալո, հետո շարունակեմ զրույցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ռաֆայել Գևորգն եմ Նորթ Հոլիվուդից։ Բարև ձեզ, Գևորգ։ Ես Facebook-ում նաև գրանցված եմ Գևջի Պետրոսյան։ Ահա, շատ լավ։ Այնտեղ եմ կոմենտներ գրում։ Շնորհակալ եմ, Գևորգ ջան, իմ մոտ Facebook-ում ճիշտ ասած այնքան ակտիվ ամեն ինչը sense կարող է հիմա չէ, բայց կնայեմ անպայման։ Շնորհակալ եմ, որ հետևում եք։ Ռաֆայել ջան, քիչ առաջ խոսում եք արդարության մասին ու մեր ազգի միամիտ լինելու ու ոնց որ աշխարհից արդարություն պահանջելու կամ ակնկալելու մասին։ Ուզում եմ մի բան էլ ես ավելացնեմ, ուրեմն տեսեք այդ հрьяաների հոլոկոստը չէ, որպես օրինակ եթե բերենք։ Այո։ Ուրեմն երկրորդ համաշխարհայինը ոնց ավարտվեց։ Սովետական միությունը, Ամերիկան, Անգլիան, Ֆրանսիան գրավեցին ամբողջ Գերմանիան, ջարդուխուր տարեցին ամեն ինչ այնտեղ, ճիշտ է։ Այո։ Ու շատ իրանք զայրացած էին գերմանացիների վրա, որ պատերազմը սկսեցին ու այդքան ավերածություններ պատճառեցին Եվրոպային, ու ինչ սկսեցին Նյուրնբերգյան դատավարությունը, որտեղ գերմանացիներին դատապարտեցին իրանց արած հանցագործությունների համար, որոնցից մեկը նաև հрьяաների կոտորածներ, հոլոկոստը։ Այո։ Ահա։ Ավելին ասեմ, ամբողջ Եվրոպա, Լեհաստանից Կալինինգրադի մարզը, որ կա Ռուսաստանում հիմա դա Պրուսիան էր, չէ՞, ընդերից էլ գերմանացիներին արտաքսեցին, քշեցին նոր այդ գերմանացիներին, այն ժամանակ Կյոնիգսբերգ էր, հետո նոր դարձավ Կալինինգրադ, էլի, այն ժամանակ դեռ Կալինինգրադը չէր, անգամ Պրուսիան էր, որը Կյոնիգսբերգ կենտրոնն էր։ Այո, հարյուրավոր տարիներ էլ գերմանացիներ էին այդտեղ ապրում, տևտոնական օրդերներ գրավել, փողերը, ու ինչևից է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, առաջին համաշխարհայինը երբ որ ավարտվեց, Թուրքիան չպարտվեց այդ ոնց որ Գերմանիան, թուրքերը հակառակը հաղթեցին։ Շատ կարևոր դիտարկում։ Այո, այսինքն բայց եկեք ընդունենք, որ զորքերը արդեն Կոստանդնապոլսում էին եւ Թուրքիայի մասնատման օրդերը կար, բայց գտնվեց մեկը, ով որ իրեն կոչեց թուրքերի հայր, Աթաթուրք, եւ ազատագրական պայքարը ստեյության մղեց, որը Գերմանիայում չկար։ Չեղավ Գերմանիա, ասենք Գերմանիայում Բիսմարկի պես մարդ եթե ծնվեր, կարող է եւ ուրիշ ձև է դար պատմությունը, բայց այնտեղ պայքար չեղավ, իսկ Թուրքիայում եղավ։ Կարող է մինչև հիմա էլ գերմանացիները թուրքերի պես մերժեին հոլոկոստը։
Ահա, գուցեև, որովհետև իրանք հաղթանակած դուրս կգային, էլ ինչի պետք է ընդունեին։ Քեմալ Աթաթուրքը, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը չեղարկեց բոլոր պայմանագրերը սուլթանի ու սկսեց հետ գրավել թուրքական հողերը։ Բայց եկեք անպայման ընդունենք մի կարևոր դիտարկում կա, դուք ճիշտ եք, բայց կարևոր դիտարկում կա, որ իրան օգնում էր Լենինը եւ Լենին Քեմալը ճակատագրական դեր ունեցավ։ Եթե իրանք մնային մենակ, գուցեև չկարողանային, բայց կարողացան դաշնակից ունենալ։ Եվ դրա համար իմպերիալիզմի դեմ պայքարը համատեղ ուժերով քանի օգնության շարասյուններ հասան։ Որովհետև իրանք շահերը համընկնեց, իրանք երկուսն էլ պայքարում են ձեր ասած իմպերիալիզմի դեմ։ Իսկ Գերմանիայի դեմ ոչ չկար Գերմանիայի կողմից։ Եվրոպական այդ անգլիացիների, ֆրանսիացիների, իտալացիների դեմ, ռուսներն էլ էլի նույն ձև անգլիացիների, ֆրանսիացի, իտալացիների դեմ, որտեղ նրանք ցարական իշխանության էին դեռ պաշտպանում։ Ուղղակի ասած ինչա որ դուք ճիշտ եք, իրավացի եք, աշխարհը անարդար է ու եթե գերմանացիներն էլ հաղթանակած դուրս գային երկրորդ համաշխարհայինից հետո մենք կարող ենք մինչև հիմա լսենք որ իրանց արած հոլոկոստը չեն էլ ընդունում։ Շատ իրավացի է, շատ տրամաբանական եւ հավանական է ու քանի որ դուք Գևորգ ջան հիշատակեցիք Նյուրնբերգի դատավարությունը, եկեք ընդունենք որ Նյուրնբերգյան դատավարության հիմնական մեղադրանքները հենց հոլոկոստի հոլոկոստի մեղադրանքներ եւ մի շարք վկաներ էին գալիս եւ ցուցմունք տալիս նույն այնտեղ Գերինգի դեմ, նույն Գեբելսի դեմ, նույն Շպեերի դեմ եւ այն մարդիկ ովքեր ներկա էին դատավարությանը։ Չէ, Ալֆրեդ Շպեերը, Գերինգը եւ մնացած ովքեր կային հիմնական խաղացողները։ Դե ումը որ կարողացել էին բռնեին, ով որ չէր հասցել ինքնասպանություն գործել կամ չէին հասցել ոնց որ ֆիզիկապես վերացնեն։ Այո, ճիշտ է, եղավ այդ դատավորությունը ու աշխարհը ջղայնացած էր գերմանացիների վրա, Գերմանիայի վրա, դրա համար էլ այդ գլխներին օին բերեց ու միջև հիմա էլ այնտեղ մոտ 60,000 ամերիկյան զինվորական կա ու տասնյակ ամերիկյան բազաներ։ Այո։ Ասենք միջև հիմա նրանք խեղճացած ձևի ապրում են։ Եվ բանակի առումով մինչև այսօր Գերմանիան որոշակի սահմանափակումներ ունի, ինքը չի կարող ոնց ուզի, ինչ ուզի իր բանակը տանի, զարգացնի, չգիտեմ ինչեր անի, իրավունք չունի։ Այո։ Այսօր։ Գևորգ ջան, Ռաֆայել, իսկ ինչ եք մտածում, դες մի բան հասնեմ, նայեք, օրինակ, եթե մենք ընդունենք որ մեր վերջին պետականությունը վերջացել է Կիլիկյան Հայաստանով, չէ, եթե sense մտածենք 1375 թիվներ, եթե չեմ սխալվում, ասենք ստացվում է որ 600 տարի, չէ, հայերը Օսմանյան կայսրության մեջ ապրում էին ու բավականին լավ էին իրանցքում մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Դե մի քիչ այդքան էլ Համիդյան ջարդերի, 19-րդ դարի վերջը գուցե։ Լավ, հետո իմաստը ինչ հարցադրում եք էլի։ Ասենք եթե համեմատենք անգամ Պարսկաստանի տիրապետության տակ ապրող հայերի հետ, Օսմանյան կայսրությունում հայերը բավականին զարգացած էին։ Ես էլ ավելին մի հատ փաստ ասեմ, անգամ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո, երբ որ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ընդամենը 10 տարի հետո այնտեղ հայկական եկեղեցի սարքվեց։ Ասենք հունական եկեղեցիները փակվում էին, բայց հայկական սարքվեց։ 1460-ական թվականներին, եթե չեմ սխալվում։ Հիմա ուզում եմ հասկանամ, տանում ենք զրույցը ուր ենք տանում, նկատի ունեմ ինչ որ մի ուժ է մտել, որպեսզի ինչու եղավ ցեղասպանություն, նկատի ունեք, եթե հայերը իրենց լավ են դրսևորում։ Սկսեցին հայկական հարցը բարձրացնել ու ոչ թե հենց հայերը, այլ ուրիշ ազգերը։ Դե բայց պիտի ընդունենք, որ 19-րդ դարը, Գևորգ ջան, դա ընդհանրապես ամբողջ աշխարհում նացիոնալիզմի զարթոնք էր, մարդկանց մոտ ազգային ինքնագիտակցությունը բարձրացավ։ 18-րդ դարի վերջ, 19-րդ դարի կեսերին դա ամենայն բուրըն շրջանն էր, եւ այդ մենակ Օսմանյան կայսրության տարածքում չի եղել, հայկական զարթոնքը չի եղել։ Նույն թվին հույներն են, հասկացել, մի րոպե, մենք հույն ենք, բուլղարները, վայ, մենք բուլղար ենք, անգամ Իտալիան, որ մինչև այսօր այդ ժամանակներն էր նոր միավորվում, գերմանացիներն էին հասկանում, վայ, Բիսմարկը եկավ, ասեց, արա դուք գերմանացի եք, պիտի հավաքվեք իրար գլուխ։ Ամբողջ աշխարհում էր դա, այսինքն թիվներ այտենց Դրա համար կայսրություններն էլ ճշում էին փոքրամասնություններին բնականաբար, ով ոնց կարում էր, հիմա դրա համար էլ եղավ այն ինչը եղավ։
Հասկանում եք, ինչ եմ եղավ այն ինչը եղավ ու ցավոք սրտի մեր բախտը չբերեց։ Ասենք հասցրեցին հույներին օգնել, բուլղարացիներին օգնել, բայց գիտեք ինչի չբերեց, Գևորգ ջան, կարծում եմ, չբերեց, գիտեք ինչու, որովհետև երբ որ տեղի ունեցավ երիտուրքական հեղափոխությունը եւ տապալեցին սուլթանին, արդեն մի քիչ ուրիշ ձևով էր խորհրդարան ձևավորած եւ այլն, մի շարք հայեր յուղոտ կտորներ ու պաշտոններ ստացան ու ջուր լցրեցին երիտուրքական ջրաղացին, այնինչ քաղաքական գործիչը եւ մտավորականը հեռատես պիտի մի քիչ լինի, հասկանա ում աջակցում, որ չլինի այն ինչ որ եղավ։ Գրիգոր Զոհրաբը եւ էլի շատ ու շատ հայտնի մարդիկ նույն երիտուրքական առաջնորդների մտերիմ ընկերներն էին։ Բայց դրա համար եթե արցքի առաջնորդները սատարում են երիտուրքերին, մենք այն Անատոլիայի խորքերում ապրող գեղչուկ կնանիքից մենք ինչ ենք ուզում, որ գրել կարդալ չգիտեին։ Ինչ ասում էին, խեղճերը անում էին, զենքերը պիտի հանձնվի, հանձնում էին խեղճ պարավները, ինչ իմանան։ Անգրագետ մարդիկ են կով են պահել, գառ են պահել, իրանց ընտանիքը պահել են, բա որ մտավորականներն էին աջակցում, բայց այդ է աղետը։ Իսկ չեք կարծում, որ հակառակ Ռուսաստանը, երբ որ ռուսները սկսեցին առաջխաղացում ունենալ Հայաստանում, հայկական լեռնաշխարհում այդ արևմտյան Հայաստանում, մինչև Վան որ հասան, կամ ասենք հենց Սարիղամիշի ճակատամարտը չէ, ինչ հայտարարած պարտություն թուրքերը կրեցին, 70,000 զինվոր մահացավ, սառեցին ուղղակի ձմեռը։ Այդ ինչ որ տենց դրդապատճառ եղավ թուրքերին սենց սկսել հայերին ատել ավելի շատ։ Դե նայեք, սա այն թեման է, Գեորգ ջան, ես կարծում եմ սա պիտի եթե կներեք մի բան էլ ասեմ, եթե ռուսները չհեռանային, թե իրանց գրաված հողերից, եթե այնտեղ հեղափոխություն Կարսի ճակատը եթե չթողեին ազատ, հա, Վանից։ Անգամ Վանի բերդը գրավել էին։ Իրանց զորքերը հետ քաշեցին, հայերը մնացին այնտեղ մենակ։ Բայց պիտի ասենք, որ հեղափոխությունը այդ վտանգից չէ հետ քաշեցին այդ զորքերը, որովհետև արդեն 5-րդ շարասյունը Ռուսաստանում աշխատում էր արդեն։ Ցարական զորքերը, հա։ Մի քանի տարի հայերը ռուսներին էին աջակցում, արեցից օգտվեցին, ռուսները գնացին, իրանք ջարդը սկսեցին։ Դե հա։ Գեորգ ջան, շնորհակալ եմ ձեր զրույցի համար։ Ավարտենք մեր զրույցը։ Խնդրեմ, ավարտեք ձեր միտքը։ Նայեք, ես մի բան էլ ձեզ ասեմ, ես համոզված եմ, որ հիմա, հենց հիմա, եթե Ադրբեջանը Եվրոպային գազ ու նավթ չծախեր, կախվածության մեջ չներ Եվրոպայից, իրանք էլ թքած կունենային բոլորի կարծիքի վրա ու կհարձակվեն Հայաստանի վրա ու նորից եղեր կանեն Թուրքիայի հետ։ Ոչինչ չեն բացառում, ոչինչ չեն բացառում։ Փոխվի իրանք շուկան դեպի Չինաստան, իրանք արդեն կախվածություն չեն ունենա, Եվրոպայի կարծիքները չեն հաշվի առնի։ Շատ հավանական է։ Շատ հավանական է, պատմությունը եթե ժամանակաձևը չունի, ինչպես գիտեք, դրա համար ամեն ինչ հնարավոր է։ Եթե։ Ձեզ լավ որ Գևորգ ջան, հաճելի էր զրուցել։ Ձեզ լավ որ Ռաֆայել ջան, հպարտանում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Միշտ լսում եմ ձեզ։ Շնորհակալ։ Հաջողություն։ Լավ որ ձեզ։ Հաճելի էր Գևորգի զրույցը, ինչ խոսք, որտեվ ոնց հասկանում ենք, կարդացած պատմությունից քաջատեղյակ անձնավորություն է։ Բարեկամներ, այնտեղ մի դրվագի մենք կպանք, որը շատ վտանգավոր է, որովհետև հիմա երբ որ 5-րդ շարասյուն, իշխանություն ընդդիմություն, արճակատում, եկեղեցի, հոգևոր հայրեր, նախագահ վարչապետ արճակատումն է բառացիորեն մեր երկրում, հիմա ցեղասպանության մասին մի հատ կարծիք արտահայտելը կարան սվիններով ընդունեն եւ ամեն ինչ շուրգայում դեմ, բայց քանի որ ես բառերից չեմ վախենում, ես ապրում եմ բառերով եւ իմ հացը վաստակում եմ բառերով, դրա համար կասեմ ինչ եմ մտածում։ Ես դիտարկում եմ հետեւյալ կերպ, ինչու այդ ամեն ինչը եղավ, բացի որ ինքը ատում է, նկատի ունեմ Օսմանյան վերնախավը ատում է հայերին։ Առաջինը, ինչու, որովհետև մի հսկայական հատվածի իրական տերերը այդ մարդիկ են։ Այսինքն հայկական բարձրավանդակը Օսմանյան կայսրության մեջ է։ Գրավել են եւ իրանցն է, եւ տան տերերը, ովքեր բնիկ են, ապրում են եւ այլն, բնականաբար աչքի լույսը չեն։ Գուցե անհատներ սուլթանին մոտ էին, գուցե անհատներ իրոք մեծ պաշտոններ էին զբաղեցնում, գուցե անհատներ դասախոսներ էին, Օսմանյան դպրոցներում էին դասավանդում, Օսմանյան թատրոնում էին խաղում, տարբեր գործառույթներ, չեմ ասում ճարտարապետությունը։
ճարտարապետությունը կապույտ մսկիթի եւ ընդհանրապես ովքեր գնացել են Ստամբուլ, այնտեղ հենց այդ հրապարակի անունը մոռացա իրենց Տախրիրա կարծեմ կոչվում, հա, Տախրիր այդ հրապարակի կեսից ավել ամենազբոսաշրջային վայրերի Թաքսիմ թե Տախրիր գրեք ընկերներ կամ Թաքսիմա կամ Տախրիրա չեմ հիշում որն է իրական չի բայց ճարտարապետության գոհարները հայ ճարտարապետների ձեռքի գործեր են եւ հանկարծ գիտեք առաջին աշխարհամարտում ռուսական կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը թշնամիներ էին ես ինչի եմ ատում Լենինին նայեք Նիկոլայ II-ը աշկից լույսը չի բացարձակ Կրավավի Նիկոլաշկա իր ածականն է բոլորն էին այդպես իրան կոչում Արյունարբու Նիկոլաշկա ասում էին Նիկոլայ II-ին ել չեմ ասում որ որպես տղամարդ արդեն վարկաբեկված կերպար է որտեղ ամբողջ ռուսական կայսրությունը խոսում էր թե ինչպես է Ալեքսանդրա Ֆյոդորովան Սիլիբիլիանում տերտեր Ռասպուտինի հետ տերտերը տենց բան է հենց աշկը թարթես կնգատ խտային դրա շատ վտանգավոր բան է բայց այդ չի կարևոր կայսրի կնոջը դու պատկերացնես ինչ եմ խոսում թերթերը բան քանդում են ներսից քանդում են երկիրը ներսից ասենք անպայման որ ունի մի քանի աղջիկ եթե չեմ սխալվում 4 աղջիկներ էին վերջինը ծնվում է տղա Ալեքսեյը որը հեմոֆիլիայով հիվանդ է պատկերացնես այսինքն թագաժարանգը ծնվում է երկար պայքարից հետո եւ չասեմ մահացու, բայց գրեթե տենց մի բան, շատ ծանր հիվանդ է հեմոֆիլիայով։ Okay։ Հիմա պատկերացրեք այդ մարդու հոգեվիճակը։ Ինչու եմ ասում ես ատում եմ Լենինին, կիսատ չմնա խոսքս, որովհետեւ նա շատ կարճ ժամանակում իր համար մեկ թշնամուց սարքեց իր համար մեկ բարեկամը։ Ռուսական կայսրությունը առաջին համաշխարհայինում կռվում էր Օսմանյան կայսրության դեմ։ Հայերի օգնությամբ, հայերի աջակցությամբ այդ մի կողմ հայերի հարցը հիմա թողում եմ մի կողմ։ Գերմանական փողերով այդ տականք թլիկ այդ իմբիցիլը հեղափոխություն անում, գնդակահարում են ամբողջ ժառանգանին, օրինական ղեկավարությանը եւ իր համար մեկ թշնամու հետ ում հետ կռվում էր եղբայրության պակտ է ստորագրում Լենին Քեմալը։ Դրանից այն կողմ ես ինչ եմ ասում ժողովուրդը սխալվում է այն էլ միշտ։ Հիշում եք մենք մի քանի շաբաթ առաջ խոսում ենք դրա մասին որ ասում են ժողովուրդը չի սխալվում, ժողովուրդը սխալվում է այն էլ միշտ, շատ հաճախ, գրեթե միշտ։ Եվ դրա վառ օրինակը դա է, այդ աջակցեցին։ Տեսավ ինչ եղավ։ Եվ հանկարծ այդ ընթացքում, երբ որ զորքերը հետ են գնում, քաշվում են եւ այլն, բան Օսմանյան կայսրությունը ունենում է ֆանտաստիկ հնարավորություն հաշվի հարդար տեսնելու այդ մարդկանց հետ։ Մինչև այդ հեղափոխության գործառույթները նկատի ունեմ, հա, 15 թվական Օսմանյան կայսրությունը դեռ պայքարի մեջ է ռուսական կայսրության հետ։ Հայ մարդիկ իրանք երթվյալ Օսմանյան կայսրության հպատակներն են, որոնք պիտի կռվեն իբր ռուսների դեմ։ Բայց չեն կռվում ռուսների դեմ, հակառակը ռուսների մեջ այդ թվերին տեսնում են փրկություն։ Եվ երբ որ այդ կողմից զորքերը գալիս են Կարսով բանով մտնում են արդեն վան են հասնում, հայերը բնականաբար ազատագրիչ ուժ են տեսնում, որովհետև ռուսները իրենց խաղն էին խաղում, ասում էին այո, մենք կգանք, вас освободим, конечно, свобода, ասում էին դուխով։ Այտենց։ Կպտում են բաներին, ռուսներին, զեկուցվում է սուլթանին, ասում է ռուսները առաջ են խաղում։ Սուլթան ասում է, բա մի րոպե, բա ջոկատները ուր են։ Ասում է ռուսներին են միացել, ռուսների հետ է կռիվը եթում։ Ռուսների հետ են գալի մեր վրա։ Ու դուք կարծում եք սուլթանը պիտի այդ առիթը բաց թողեր վերջնականապես գլխացավանքից ազատվելու համար։ Դրա համար օրենք են անում դեպարտացիայի։ Իսկ ռուսները ինչ շնորհակալություն հայտնեցին մեզ դրա համար, որ իրանց հետ էինք։ Շնորհակալություն տեսանք ինչ ձև էր։ Լենին Քեմալ եղբայրության պակտը, Արևմտյան Հայաստանի ուրացումը, Նախիջևանի նվիրատվությունը Ադրբեջանին, Արցախի նվիրատվությունը Ադրբեջանին, ել չեմ ասում ուրիշ կետեր։ Դրա համար ելի եմ ասում, սա շատ վտանգավոր թեմա է, ասես մի անգամից զրուցելու համար։ Դա պետք է լուրջ, եթե կան, էլի, լուրջ պատմաբաններ, իրապես նստեն, քննարկեն, խոսան եւ հասկանան, ինչ, ոնց, ինչպես։ Իսկ ինչ վերաբերում է հայոց ցեղասպանություն թե մեծ եղեր, դա որևէ ձև չի կարող շահարկվել։ Դա Օսմանյան կայսրության գիտակցված, մշակված,
լավ պատրաստված հանցագործություններ սեփական ժողովրդի փոքրամասնության նկատմամբ, հայ ժողովրդի, որը դատապարտելի է, այլ ընտրանք չի կարող ունենա դա։ Դրա համար երբ որ մենք այս թեմայի շուրջ խոսում ենք, միշտ գրում են ուրանում եք, բան, ընկերներ, հանգիստ, ոչ ոք չի կարող ուրանա։ Կարա ուրանա, ասենք շիզոֆրենիկ մարդը։ Գիժ է այդ մարդըուրանում, այմա ծնողին էլ ուրացե, լեզուն ուրացե, գիժը։ Քիչ թե շատ կիրթ մարդը, մտածող մարդ չի կարող դա, որովհետև դա ուրանալ չի կարող ուրացվի։ Գիտես ոնց են, ինչ է կարան ուրանան։ Ինչը փաստ չի։ Ասենք չի դեմ, մեկը մեկին $100 տվե, ով որ վերցրել է, ասում է, չէ, ինձ չի տվե։ Այդ կարաս ուրանաց, ասենք, հիմա ինքը սրիկա է, խաբեբա սրիկա է, ուրանում է։ Բայց ինչը հազարավոր նկարներով, հազարավոր ականատեսներով, դոկումենտալ կադրերով, փաստաթղթերով, օրդերներով, կնիքներով, դիվանագետներով, նամակագրությամբ, ինչերով ասես գրած է։ Հազարավոր մարդիկ դեսերտացիաներ են պաշտպանել, դոկտորականներ են պաշտպանել, Տիոյի, Մյուսի, Փաշինյանի, Լևոնի, Քոչարյանի, Սերժի, Մյուսի հայով ու չեյով հոչի։ Մենք ինքներս ենք, հասկանում եք, այդ Facebook-ների, այդ ընդդիմա դատմիկներին ես որ տենում եմ, այս հարցի շուրջ մատի փաթաթան են սարքե, սեփականաշնորհել են, ես իմ ինչերը քննարկում են, իրենք են արժե զրկում։ Ով որ այս հարցը դնում է քննարկման, ինքն է արժե զրկում։ Սա կասկածի տակ չի կարող դրվել, ոչ ոք չի դնում կասկածի տակ։ Չկա տենց մի ուժ։ Ուզում եմ տենամ այդ ուժին, որ ասի չէ, ցեղասպանություն չի եղել։ Այդքան բան։ Ուրիշ բան է, որն է առաջնային, որն ենք հիմա մենք Թուրքիայի կողքից պիտի բռնենք, թե ուրիշ տեղից ենք բռնել, դա ուրիշ հարցեր է։ Այդ լրիվ ուրիշ հարցեր է։ Այդ ուրիշ հարցեր է։ Դա ուրացման հետ բացարձակ կապ չունի։ Որովհետև երբ որ Թուրքը եւ ադրբեջանցին իրանց բայրակթարերով այրեցին 4000 իմ եղբայրներին ու քույրերին, երբ որ դրոշով փաթաթեցին 90 տարեկան ծեր ամուսինների եւ գնդակահարեցին, երբ որ մտան գյուղ եւ կտրեցին քնած մարդկանց ականջները տարեց, ես իմ հրապարակում ինձ դրոշտ եմ վառում։ Դա ավանակի սինդրոմ է կոչվում։ Ավանակի սինդրոմ, ուժ բան չի կարող լինի։ Որտեվ քո տունն ու քո գյուղն են վառել։ Հրճվում են քո վրա բլոգերներով, երգիչ արտիստներով, քաղաքական գործիչներին էլ չասեմ, առնում են եվրոպական դեպուտատների, որոնք քո դեմ են խոսում, գնում են Վատիկանի բանկը փող են մուծվում $1,000,000 հակահայկական իբր ադրբեջանական հնագույն քաղաքակրթության ժողով են անում Գյորբագյոր Հռոմի պապն էլ սաղու կենտանի էր գնացել էր մասնակցում էր ես դրոշ եմ վառում Երևանում այդ դրոշները Թուրքիայից են առել փողն են գնացել է Թուրքիայի բան սա ինչ մտածելակերպ է սա ինչ է ընդհանրապես Քանի այդ միլիոնատերներ են այդ բոլոր փրկիչները, քանի դեպուտատ են առել, քանի միջազգային կոնֆերանս են ֆինանսավորվել, որտեղ հայկական թեման բարձրաձայնվի, քանի հատ միջազգային գիրք են տպել, դու գիտեք Ալիև հիմնադրամը, քանի միլիոններ է ծախսում տարբեր համալսարանների, գրադարաններին գրքեր է նվիրատվություն անում, քանի հատ գիրք եք նվիրել, ես Յուտա Վալեի համալսարանն եմ ավարտել, Յուտայում եմ ապրել, պատկերասրահի չափ գրադարան կա, 2 հատ Քոսոտ Հայաստանի Հանրապետության բանը History of the Armenia, 2 հատ Քոսոտ ճմրտած գիրք կա այդ ամբողջ հսկայական շենքում, library building-ը մեր։ Երրորդ հարկը ամբողջությամբ Ottoman Empire history, Ադրբեջանի history, սեկցիաներ, բաժիններ է դրած գրքերի։ Սուտա, ճիշտ է, այդ երկրորդ հականը։ Ես հիմա Ինչի մասին խոսեմ։ Մյուս բանը մեր հայերը Ստամբուլը սարքել են հայերը։ Բաքուն շենացրել են հայերը։ Բաքու էր նեմանից եղել շենացրել։ Ինչ ասեմ։ Քո երկիրը շենացնեիր։ Այսօր անձրև էր եկել երենա, անձրև ա գալի հիմա Երևանում, մինչև եկանք 6 տեղ խեղդվեցի։ Ոսկե ձկնիկն եմ դարել։ Քո երկիրը շենացրա անձրևա տար մի հատ սարքի։ Մի հատ սելաֆատար սարքի։ 3 շաբթի, 5 շաբթի ուրբաթ։ Անձրևը գալիս է Բանգլադեշ ու Աջափնյակ ու Դավիթ Հաշեն կատված արա երթևեկությունը։
Էսա շենացրել են, Թիֆլիսը սարքել են հայերը։ Լավ են արել սարքել են։ Ես չեմ ասում չեն սարքել են։ Շիրվանզադեի վեպերը կարդում ես, սա Բաքվի մասին է։ Մարկո աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր։ Ուրասպա սատկում չէր սատկում հիմա է դա։ Okay, ուր է այդ միլիոնները, ուր է։ Թիֆլիսի միլիարդատերերը, Գյուլբենկյանը կամ բանը ինչ անունը Մանթաշովը, Մանթաշյանցը մեծ հայեր են, ես այնքան փոքր եմ իրանց վաստակը կասկածի տակ դնեմ։ Բացարձակ։ Օգնել են, ֆինանսավորել են, եկեղեցի են սարքել, տուն ու տեղ են դրել, կոմիտասա սարքե Մանթաշյանը։ Դաշնամուրջ ուներ այդ մարդը ֆինանսավորեց, ամենալավ դաշնամուրները բերեցին, շորուլ հայերեն չէր խոսում կոմիտասը, քանի հոգի գիտի, որ փոքր, երբ որ բերեցին կաթողիկոսի մոտ, խեջ կաթողիկոսը լացում էր։ Ասում են հայր իմ, ինչու կլացես, ասում էր զավակս անուշ կերքե, համա հայերեն չի խոսեր։ Որ դուց խոսեր։ Ու սենց շարունակ։ Բայց պետություն ու պետականություն որ չունես, որբ ես մնալու, դուրսն ես մնալու։ Պետության մասին էր պետք մտածել, ոչ թե մնացած բաների։ Զանգ ունեմ, լավ, տեսնեմ ով է զանգել ու ավարտենք մեր զրույցը, շատ խոսեցի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հազար ողջույն, հաճելի է, լսում եմ ձեզ, տիկին Կարինե։ Մեքենայի միջից, վենայից, գիտեք ինչ, հիացած եմ ձեր խելքով, ձեր տրամաբանությամբ, ձեր լեզվի գրագիտությամբ։ Մենք Հայաստանում ասում ենք, եթե ասում ենք, թե ինչի համապատասխան ընտրություն չենք անում վարչապետի կամ նախագահի։ Ասում են խելացի մարդիկ չունենք, բայց ձեզի պես խելացի երիտասարդությունը, դուք ասենք, թե միակը չեք, շատ կամ ձեզի պեսներ, ինչի չեն նախընտրում ավելի շուտ այդ երիտասարդությանը։ Օրինակ, ամեն ինչից տեղյակ եք, մեր վարչապետը երևի ձեր ծիծածի 1% չգիտի։ 1%։ Հիմա ինձ կռվի մեջ եք գցում տիկին Կարինե, ինձ կռվի մեջ գցեք։ Մի ասեք դες եթերում։ Շատ հիացած եմ ձեզանով, շնորհակալ եմ, որ ամեն ինչը դուք 100%-ով մեզ ներկայացնում եք։ Ճիշտ է, մենք էլ գիտենք, բայց բաներ կա, որ չգիտենք ու զարմանում ենք, որ այդ բոլորի գոնե ձեր գիտեցածի մի քանի տոկոսը այս ղեկավարությունը գիտենա, մենք կարող է գիտի եւ չի օգտագործում, բայց այդ էլ վատա, որ գիտի եւ չի օգտագործում։ Շնորհակալ եմ տիկին Կարինե ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, ես որ լսում եք, ձեզ լավ եմ մաղթում, լավ եղեք։ Նմանապես Ռաֆայել ջան, նմանապես։ Եվ վերջին զանգը ու ավարտում եմ զրույցը, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո։ Լսում եք հիմա։ Բարև ձեզ։ Մի հատ առաջարկ ունեմ քեզ Ռաֆայել ջան։ Լսում եմ ձեզ։ Մեր ազգը շատ հանճարեղ ազգ է, բայց հիշողության հետ շատ մեծ խնդիրներ ունենք։ Կարելի է քո այս հաղորդումները ուրբաթորերը որ անում ես, դեմ առ դեմը 15 րոպե տրամադրես ինչին տրամադրես ռադիո լսողներին այս ցեղասպանության հետ կապված բոլոր նորություններին, ինչա կատարվում, ինչ են անում, այսօր ինչով են զբաղվում, անցյալում ինչով են զբաղվել 15 րոպե ընդամենը 10-ից 15 րոպե, որ մեր ժողովրդի մոտ միշտ որ չզանգեն ասեն, հիմա կարելի է ասենց, կարելի է անեն, տենի կարելի է, թե չի կարելի, միշտ հիշեմ, որ էդի մեր պատմությունն է, մենք չենք կարող մոռանալ։ Դե իհարկե, դա մոռանալը ուղղակի ես չեմ պատկերացնում այդ ինչ կամ այդ ով պիտի լինի, որ հանկարծ կարողանա, բայց ես ականջալուր կլինեմ ձեր խոսքին, հա։ Շնորհակալ եմ, որ առաջարկեցիք, կփորձենք մի բան անել։ Դες լավ օր եմ մաղթում։ Մենակ ապրիլի 20, ես օրինակ շատ եմ իմ կողքերը, ընկերները, բոլորը։ Մենակ ապրիլի 24-ն է, որ մարդիկ վերցնում են իրանց երեխաներին գնում են Հայաստանում Ծիծեռնակաբերդ, այն մյուս տեղերում Ամերիկայի Միացյալ Նահանգներում Մոնտեբելո, այս տարի չգիտեմ էլ Քայլարշավ եղավ թե չէ։
Խանայում էի որ տենայ կա թե չէ, չգիտեմ, եթե գիտես տեղեկություն կա, դες որ քայլարշավ են արել, շատ հետաքրքիր կլներ իմանալը, շատ էի նայում մի տելեֆոն իմանալ։ Լոս Անջելեսում 8 տարի բոլոր փաստա վավերագրերը, որ գնում էր բոլոր հայկական ալիքներով, 8 տարի ամբողջի սցենարի հեղինակը ես եմ եղել։ Այս տարի ձայն անգամ դուրս չի եկել կազմելու հետ կապված։ Դրա համար չգիտեմ, ոչ մի բան չկա, շատ հետաքրքիր է, ազգը մոռացam, այդ եմ ասում, որ մոռանում ենք։ Մոռանում ենք, կամաց մեր ազգի մեջ մտցնում են էդի, որ հա, բայց եկեք թուրքերի հետ լավ ապրենք էլի։ Մեկը ձեր ընտանիքը մորթում է, հետո ասում եք, որ եկեք իրանց հետ ապրենք, այո, պետք է ապրենք, ճարերնից, ձեռերնից բան չկա, բայց ապրելուն չպետք է մոռանասեն, որ ասում է թուրքի լավը երբեք չի լինում, թուրքի լավը իսկականից երբեք չի լինում։ Շնորհակալություն զանգի համար արգելիս, ես լավ օր եմ մաղթում, լավ եղեք, դուք էլ լավ եղեք, շնորհակալություն։ Առաջարկել, եթե կարելի է։ Փորձեմ արգելիս, փորձեմ ըստ վիճակի լուր կտամ, լավ օր ձեզ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ ընկերներ, այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար բոլորից, ովքեր գրում են, ովքեր զանգահարում են, ովքեր Facebook-ով ու YouTube-ով են նայում, ես հաղորդումները որոշակի կրճատումներով, խմբագրումներով նաև իմ YouTube-յան ալիքում եմ դնում, ոմանք նայում են, միգուցե մի լսարան էստեղ է, մենք հաճախ ենք չի ասում, ինչ որ ես ասում եմ, թիրախային լսարանը հաճախ չի լսում, այսինքն ում ուղղված է, այս ամեն ինչ իրանք ռադիո չեն լսում կամ չկան կամ բան, հիմնականում ձևավորված լսարան է, որ գիտենք ինչ նկատի ունենք, ում հետ ենք խոսում, դրա համար տարբեր հարթակներում տեղադրում եմ, մեկն է լսի, մեկն է մտորի, մեկն է շտկվի, մեկն է բան, էլի լավ է, ինչպես ասում են, այս անվերջ անշարժ երթեգուցե եւ շարժվի